Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը եթերում ռևյուն է զրուցակիցս այսօր հանրային կառավարման մասնագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանն է։ Բարի երեկո, պարոն Ավետիսյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Այսօր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընդունեց հայտարարություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության վերաբերյալ։ Խորհրդարանական երկու խմբակցությունները Հայաստանը եւ Պատիվունեմը չմասնակցեցին այս հայտարարության ընդունմանը, երկու խմբակցություններն էլ տարածել են հայտարարություն, հիմնավորելով, որ չկա հաստատված խաղաղություն, հետեւաբար իրենք չեն ցանկանում մաս կազմել այն քաղաքական ֆարսին, որը բեմադրում է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, հա։ Ձեր դիտարկմամբ, երբ իսկապես չկա խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրված, ինչու է ազգային ժողովի ԿՊԱ-ական ֆրակցիան իրադարձություններից առաջ ընկնում եւ ընդունում նման հայտարարություն։ Չէ՞ որ իրենք նման հայտարարություն պետք է ընդունեին այն ժամանակ, երբ արդեն փաստաթուղթը կայացված փաստ լիներ։ Ի սկզբանե խաղաղությունները երկկողմանի են առնվազն լինում։ Մենք բոլորս գիտենք։ Հետևաբար այս կողմը ինչ էլ հայտարարի, փաստացի մենք խաղաղություն չունենք եւ իմ համոզմամբ Ադրբեջանի հետ չենք էլ ունենալու, ոչ թե մեր ցանկությունից ելնելով, այլ հակառակ կողմի վարքագծից եւ իր գործողություններից ելնելով։ Հակառակ կողմը շարունակում է պահել հայ գերիներ, հակառակ կողմը շարունակում է պատրաստվել պատերազմի, հակառակ կողմը դպրոցներից սկսած շարունակում է հայկական տեսակի, հայ տեսակի նկատմամբ ատելություն քարոզել եւ սերունդ մեծացնել, այս տարածքները համարելով իրենցը պատրաստվելով գրավել Հայաստանի հայկական պետության մնացած այս տարածքները։ Հետևաբար այս ուժը քաղաքացիական պայմանագիր անվան ներքո ինչ էլ հայտարարի, դրանք իրականությունից կտրված են, շատ մեղմ եմ գնահատում եւ չեն համապատասխանում առկա իրողություններին։ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում է Ալիևի հետ, նրանք երկուսն էլ մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Փաշինյանը իր Facebook-յան եւ Instagram-յան էջում տեսանյութ էր տարածել, թե ինչպես է զրուցում Ալիևի հետ, եւ երբ Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունենում, ազգային ժողովում զուգահեռ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը նման հայտարարություն է անում։ Կարող ենք սա դիտարկել Ալիևին գծնելու, սիրաշահելու համատեքստում։ Չէ՞ որ իրենք խաղաղության վերաբերյալ հայտարարություն են ընդունում այն ժամանակ, երբ ընդամենը օրեր առաջ Ալիևը ասում է, որ ես բացել եմ Զանգեզուրով միջանցք։ Ադրբեջանական կողմին սիրաշահելու, ձեր բառերով ասած գծնելու դրսևորումները միայն դրանում չեն։ Հենց այս պահին, հենց հիմա մենք երբ խոսում ենք, դատ է գնում այսօր Բագրատ Սրբազանի եւ աջակիցների նկատմամբ, որ ամբողջովին քաղաքական է, որ ամբողջովին հորինած է։ Մենք գիտենք, որ ձևախեղված ձայնագրությունների, իմ համոզմամբ ապօրինի ձայնալսումների մոնտաժված հիմքով քրեական գործ, եւ այս քրեական գործը կրկին իմ համոզմամբ սիրաշահելուն է ուղղված Ադրբեջանի իշխանություններին, իսկ ավելի հստակ եթե ասենք, նրանց ցուցումով է, այսինքն Ադրբեջանի իշխանությունները չի կարելի ասել, Ալիևը մի հոգի է, մի հոգու իշխանություն, ընտանիք 30 տարի որ կեղեքում է նույն այդ ժողովրդին, հայերին էլ տենց արտաքին թշնամի սարքած, որ չտեսնեն իրենց շարունակաբար գողությունները, ներքին խնդիրները չնկատեն, այո։ Հիմա այդ մարդը Նիկոլ Փաշինյանն էլ պահում է իր ձեռքի տակ իր կամակատար եւ նա հայտարարում էր, որ Հայաստանում ազգայնականությունը պետք է ճնշվի, ազգայնականությունը պետք է արմատախիլ արվի եւ սա ցուցանում է, որ այս գործողություններով նաեւ Նիկոլ Փաշինյանը ցուցանում է, որ դե ես քո ցանկությունները ի կատար եմ ածում, ազգայնականներին ճնշում եմ, դաշնակցականներին բարձր ամբիոններից հայտարարում եմ, որ իրենք, այսինքն այն ուժն են, որոնց որ գործողությունները տերորի են նմանում, հա։ Չէ, շատ կոնկրետ ընկած են դաշնակցության հետևից, խոսում են կուսակցությունը փակելու մասին։ Ես դե մեղմ եմ գնահատականները տալիս, մասնավորապես այն երիտասարդին են ձերբակալում ինչ-որ խաղային բաներ ունենալով, դաշնակցականների շապիկը հայտնի լոզունգով
ցուցադրում են որպես տերորիզմի պատրաստվելու ցուցիչ։ Բագրատ Սրբազանի եւ աջակիցների նկատմամբ առաջին անգամ է, որ Հայաստանում տերորիզմի հոդվածով է առաջ գնում այսպիսի բաները, քաղաքական հետապնդումը, եւ սրանք էլի ցուցիչն են, որ ձեր ասածը ոչ թե մեր ենթադրություններ են, այլ մեր մտքի օրինացը, այլ փաստեր են դրանք։ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իր իշխանությունը պահի, կարող է հավեր Հայաստանի Հանրապետության հաշվին գտնել Ալիևին եւ պահել իր իշխանությունը, եւ այս դեպքում հարց է առաջանում, չբանտարկված դրսում մնացած ազգային ուժերը ինչ պետք է անեն, որ Փաշինյանին ճանապարհեն տուն։ Շատ բարդ հարց եք տալիս, բարդ նրանով, որ ինքը բազմաշերտ հարց է, այստեղ նախ պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որտեղից է ծագում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլևս ժողովրդից չէ, ինչպես սկզբում էր, երբ նա ընտրվել էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն ուժերից է արտաքին աշխարհի, որոնք հիմա իրեն թելադրում են, թե ինչ անել։ Եվ երբ կհիշեք, ազգային ժողովում գնացել էր, ասում էր, մեզ ասում են Արցախի հարցում նշաձող իջեցրեք, իրականում իմ համոզմամբ կրկին իրեն ասել են հրաժարվի Արցախից եւ մենք կպահենք քո իշխանությունը, այսինքն ամեն ինչ կանենք, որ դու մնաս իշխանության, դու հրաժարվի հայկական ազգային շահերից, այդ թվում ցեղասպանության ճանաչման հետ աշխարհով մեկ հայկական այդ հարցի ճանաչման արշավը, եթե այսպես կարելի ասել, եւ մենք կպահենք քո իշխանությունը։ Ինչու են սա անում դրսի ուժերը, մասնավորապես դրա մեջ ակտիվ ներգրաված է Ֆրանսիան, ԱՄՆ, Եվրամիությունը որպես ամբողջություն, որովհետև նրանք ունեն այս տարածաշրջանում շահեր, եւ երբ Հայաստանը հրաժարվում է ազգային օրակարգ սպասարկելուց, նրանք այդ խաղաքարտերը վերցնում են իրենց եւ տալով Ադրբեջանին եւ Թուրքիային իրենց ուզածը, կարողանում են նրանցից ստանալ իրենց ուզածը, այսինքն արևմուտքի ուզածը, եւ սրանով Հայաստանին դարձնում են գործիք, օգտագործելով հիմնական իրենց թիրախ Ռուսաստանի դեմ եւ օգտագործելով Հայաստանին իրենց շահերը սպասարկելու համար, այսինքն տարածաշրջանով ենթակառուցվածքներ, այս տարածաշրջանում իրենց ազդեցության հիմա Հայաստանը դարձել է իրենց ազդեցության գործակալների ակտիվ գործունեության գոտի, նույնիսկ Deutsche Welle-ով եւ այլ լրատվականներով երբ որ հետևեք Երևանում նստած ուղղակիորեն հակառուսական ատելության ձգտող իբր թե փորձագիտական ելույթներ են ունենում տարբեր եվրոպացի, այսինքն ուկրաինական սցենարի նման։ Տեսեք, այդ պայքարը շարունակաբար է եւ չի էլ ավարտվելու եւ այն երկրները, որոնք տեղիք են տալիս, չունեն գիտակցություն, ժողովուրդն էլ բավարար գրագիտություն չունի եւ շարունակաբար մոլորեցվում է, այդ երկրի տարածքը դառնում է աշխարհի գլոբալ այդ ուժերի գերտերությունների միջև պայքարի գոտի, ամենավառ դրսևորումով, որ տեղի ունեցել մինչ օրս, ամենադաժանն ու վառը, որ նույն ժողովրդին բաժան երկու մասի եւ իրար հետ են հանել, դե դեպքերը շատ են եղել պատմության մեջ, բայց ամենավառը դա Վիետնամի պատերազմն է, որը տևել է 55-ից 75 թվերը մինչև 20 տարի, Ֆրանսիայի գաղութացումից հետո ֆրանսիացիները չեն կարողանում մինչև ճնշել եւ ջարդել Վիետնամի ժողովրդին, գործի անցնում ԱՄՆ եւ մյուս կողմից է Սովետական միությունն ու Չինաստանը։ Եվ նրանք ի սկզբանե ժողովրդին բաժանել են երկու մասի եւ պատերազմում էին այդ ժողովուրդներով միմյանց դեմ։ Հիմա նույն բանը ամբողջությամբ անում են Հայաստանում, ուղղակի քարոզչական տիրույթում, այսինքն ռուսական կողմը իր գործակալները ունի ազդեցության, նրանց միջոցով է դաշնետվել, բայց ավելի պակաս գրագետ ձևով, իսկ այս մյուս կողմը այդ ամեն ինչը Արևմտյան անում է շատ ուժեղ, կազմակերպված, գրագետ եւ ես դրա համար ձեր եթերում էլ եմ ասել, երբ մենք գիտությունից հրաժարվել ենք եւ հետ ենք կանգնել դրանց, հատկապես ընդդիմությանն է վերաբերում, մենք ոչ մի ձև չենք կարողանալու այս չարիքի դեմ առնել։ Այդ կողմը հաղթելու է, ինչքան էլ որ հակառակ կողմը փորձի ինչ-որ բաներ անել, բայց չի ստացվել։ Տեսեք, պարոն Ավետիսյան, վերջերս 168-ը հրապարակեց հոդված թարգմանություններ, որում պետ դեպի նախկին աշխատակիցը պատմում է, թե ինչպես ամերիկյան կողմը գրանտներ տալով Ուկրաինայում աշխատող ՀԿ-ներին եւ ուկրաինական ժողովրդին բաժանելով երկու մասի կարողացավ Ուկրաինան հասցնել այն օրին, որում է Ուկրաինան այսօր։ Մենք այո տեսել ենք նմանատիպ ՀԿ-ների գործունեություն նաև Հայաստանում, այսինքն
արևմտյան կողմը այդ փափուկ ուժ ասվածը շատ լավ աշխատեցնում է, բայց վերադառնալով իմ հարցի սկզբնամասին, իմանալով դա, տեսնելով նաև Ուկրաինան, ինչ պետք է անեն ազգային ուժերը, ինչ պետք է անեն այն ուժերը, որոնք կարծում են, որ Փաշինյանը Արցախը հանձնելուց հետո գնում է Հայաստանի կործանման, իրենք ինչ պետք է անեն, չէ՞ որ օրինակը արդեն Ուկրաինայի իրենք ունեն։ Միայն Ուկրաինայի օրինակը չի, խնդրի խորությունն ու լրջությունը պատկերացնելու համար մեզ լսողներին վերաբերում մի բան պատմեմ։ Չարլզ Մանսոն անունով մի մարդ կար, որի վերաբերյալ իդեպ Մանսոն family ընտանիքն է, Մանսոնների ընտանիքը, ֆիլմ էլ կա նկարած, այդ մարդը ինքը ազդեցիկ մարդ էր, այսինքն հանրության վրա ազդեցություն ունեցող, այսինքն տեսակով այնպիսին էր, որ կարողանում էր իր շրջապատի մարդկանց վրա ազդեցություն ունենալ։ Նա նաև երգեր էլ ունի գրած, երգիչ, երգարան կարելի ասել, եւ ինչ են անում այս մարդուն ամերիկյան հատուկ ծառայությունները կարելի ասել վերբովկա են անում, ասեն ժողովրդական լեզվով ասենք, որին սովորեցնում են հատուկ այն տեխնոլոգիաները, իդեպ ինչը հիմա մեր ժողովրդի վրա շարունակաբար կիրառվում են, ես դրա համար եմ պատմում սա։ Եվ այս մարդուն ներդնում են ինչի համար։ Այն նշածս Վիետնամի օրինակը իզուր չբերեցի, որ հիմա շարունակեմ մնացած մասը։ Այդ ընթացքում ԱՄՆ-ում ծագում է հակապատերազմյան շարժումը։ Այսինքն այն պահին, երբ որ այն ժամանակ այն ընթացքում, երբ որ ԱՄՆ-ը սկսում է մեծ կորուստներ ունենալ, ժողովուրդը հատկապես երիտասարդների մոտ այդ հիպի կոչված շարժման հիմքով սկսում է առաջանալ հակապատերազմական շարժում։ Եվ որպեսզի ամերիկյան իշխանությունները կարողանան ճնշել դա, որպեսզի մեծ բան չստանա, ներդնում են այդ մարդուն, որը օրինակ ինքը հանցագործ էր այդ մարդը նաև։ Այդ մարդը շարունակաբար ինչ-որ հանցագործ բաների մեջ, ասենք բանկ էին թալանում, ինչ-որ միտեղ գողություն էին անում, ինչ-որ մի բան էին անում, հետո իրան բաց էին թողնում, հա։ Ու ինքը այդ Manson family-ին չեն ասում, ուներ մեծ հետևորդների բանակ, որոնք հլու հնազանդ իրեն իր ասածները անում էին եւ հանցագործների մեծ խումբ էր, որը ուներ մեծ ազդեցություն այդ հակապատերազմական համայնքի վրա եւ սրանով իրենք ինչ էին ուզում անել, ներդրել էին ուժ, որը հեղինակություն ուներ, որը բայց նաեւ հանցագործ էր, որպեսզի ցույց տան, որ իբր այս խաղաղության ձգտող այս շարժումը կեղծ է, այդ խաղաղության ձգտող չի, այս է իրականությունը ձեր դեմքը, որին հետո մարդասպանության համար ցմահ ազատազրկում են, բայց իդեպ իր մասին հենց իր զրույցներով տեսանյութեր կան, որ լսեք կնմանեցնեք Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ անձանց։ Հիմա որ հանրության վրա ինչպիսի ձևերով են զրույցի մակարդակում ազդեցություն ունեն եւ այդ ամեն ինչը մտածված ու կազմակերպված է։ Դե հիմա կոնկրետ ազդում են այդ խաղաղություն ենք բերել ձևակերպումով։ Հիմա տեսեք, մենակ այդ չի, տարբեր այդտեղ ինչն է, որ մարդու մոտ ստեղծում են մի վիճակ, նախ վախի բան են անդա։ Պատերազմով վախը։ Պատերազմը հետո դու փոքր ես, թույլ ես, չես կարող այդ են անում։ Հետո իշխանության մակարդակով հատում են որոշակի նորմեր եւ գծեր, որ հանրության մոտ օրինակ այլ պայմաններում բան, եթե մենք օրինակ մեզ թույլ տայինք, մեզ ամբողջ ազգը կպախարակեր, ինչ ասես կասեր։ Օրինակ կաթողիկոսի նկատմամբ չկրկնեմ, գիտենք ինչ արտահայտություններ է թույլ տվել, հա։ Եվ եկեղեցու նկատմամբ գիտենք ինչեր անում, բայց հանրության մոտ տեսեք, այդ արձագանքը չի ստանում։ Հիմա շարունակաբար, երբ որ այդ տարբեր մակարդակներում փորձարկում է, տեսնում է, արձագանք չկա։ Հիմա օրինակ Սրբազանի դատին, երբ որ տեսնում է, որ 10,000 մարդ այնտեղ կանգնած չի, ինքը հաջորդաբար sense քայլերով գնում է։ Բայց ես կրկնում եմ, սա իր ծրագիրը չի, եւ նրան անձի երկատման իմ ասած հոգեբանական այդ գործիքների մեջ անձի երկատման երևույթ կա, որ օրինակ Նիկոլ Փաշինյան անձը, որը մինչև վարչապետ դառնալ նայում ենք Հարություն Ասիչյան տարբեր ուրիշ մարդ է, չէ՞։ Այսինքն հիմա 17 թվականին Նիկոլ Փաշինյանը եթե գար մեր հետ այդտեղ զրույցի նստեր, կասեր նույն բաները, ինչ որ հիմա մենք ենք խոսում, չէ՞։ Եվ այդ երևույթը անձի երկատման լինում է տարբեր հոգեբանական գործիքներով մարդու մոտ ստեղծել, ներդնել հետո այդ մարդուն տվյալ տեսակի մեջ, պատմության մեջ էլի շատ այդպիսի դեպքեր կան։
եւ հասնել ուզածին։ Իմ համոզմամբ ես ելի եմ շարունակաբար կրկնում, որ Նիկոլ Փաշինյանը ազդեցության գործակալ է այդ առումով, այսինքն նա չի ծառայում Հայաստանի Հանրապետության շահերին եւ գործում է օտարերկրյա, մասնավորապես ամերիկյան, ֆրանսիական հատուկ ծառայությունների ազդեցության տակ եւ նաեւ ինչ-որ մասով թուրքական։ Այստեղ հիմա տեսեք, ես մեր հարցազրույցից հետո, ասենք, մարդկանց մոտ կարա հարցեր առաջանան, բա ինչ փաստեր կան դրա։ Այստեղ հետեւյալն է տրամաբանությունը։ Կան երևույթներ, որոնք պետք չի փաստ մեկը ձեզ փաստաթուղթ բերի, ասի այս մարդը վերբով կայղած է, ծառայում է ինչ-որ ինչ-որ պետական կնիքով։ Կան գործողությունների շարքեր, որը շարունակաբար արդեն քանի տարի է Նիկոլ Փաշինյան եւ իր վարչախումբը իրականացնում է, որոնք կարող էին տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ իմ ասածը լիներ, այսինքն երբ իրեն դարձած լինեն ազդեցության գործակալ, օրինակ կամ դավաճանած լիներ, կամ էլ ինքը նրանցից մեկը լիներ, հա։ Այսինքն իշխանությունը պահել է իր համար 26-ին դառնում է։ Ասում, իր իշխանությունը ինքը չի պահում, այսքան երկար պատմեցինք ինչի համար, որ մեր ընդդիմադիրներին, երբ շարունակաբար մինչև օրս ազգային ժողովում նրանցից շատերը նստում են, սկսում են կյանք բացատրել իբր Նիկոլ Փաշինյան կամ իր ուժերին, դուք չեք հասկանում Թուրքիան ով է, դուք չեք հասկանում, որ էսի սենց անեք, սենց կլինի, դուք չեք, ինքը ամեն ինչը լավ հասկանում է, շատ լավ իր հետինները, այո, գուցե լավ չեն հասկանում, որովհետև, տեսեք, այդ իմ ասած հոգեբանական կառավարման գործիքների մեջ միս այսպիսի արտահայտություն կա, acceptability, այսինքն level of acceptability, եւ վերջերս ազգային ժողովում, օրինակ Ռուբինյանը պատգամավորներից մեկին ասում էր, որ այ որ ես քեզ հարցազրույց էի անում, դու ուրիշ ձևի էիր կամ sense ինչ-որ բան, չէ՞։ Ընդդիմադիր, այս բան ընդդիմադիր պատգամավորների Աննա Գրիգորյանի մասին է խոսքը։ Եվ այդ հարցազրույցի մասին, որ հանրությունը գիտի թռուցիկ ձևով, այդ հարցազրույցը ինչի համար է տեղի ունեցել։ 18 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվել էր ազգային ժողովում վարչապետ, ճնշման ներքո ժողովրդական, նա սկսել էր ցանկ հավաքել մարդկանց, որոնց պետք է դարձներ իմ քայլ պատգամավոր։ Եվ այդ ցանկը նախնական, որ որոշ մարդիկ հավաքել են, հետո իրենց հետ ինտերվյու են արել, ընտրելու։ Հետո վերջում մի հատ Նիկոլ Փաշինյանն է դրա վրայով անցել։ Եվ գլխավոր ցուցիչը ընտրելու ցանկում այդ մարդկանց եղել է իմ ասած level of acceptability-ն, այդ որն է։ Այսինքն այդ մարդուն արդյոք հնարավոր է որոշակի ազդեցության ենթարկել, որպեսզի ինքը իր այդ բային արկա տեսակետները փոխի եւ անցնի քո գծի մեջ եւ կատարի քո ցուցումները առանց որևէ հակազդեցության։ Եվ մենք տեսնում ենք, որ իր մոտ շատ հաջողությամբ այդ պլանը ստացվել է, որովհետեւ 20 թվականի նոյեմբերի իրադարձություններից հետո այդ թուղթը ստորագրելուց հետո իր մոտից ընդհանուր մի քանի իմ քալից պատգամավոր չէ դուրս եկան։ Այսինքն իր հաջողության գործակիցը կարելի է համարել 90 բարձր տոկոս։ Եվ մինչև հիմա այդ մարդկանցից շատերին, որոնցից շատերը էլի նորմալ մարդիկ կարող են լինել, հա, որովհետև այդ ազդեցությանը ենթականք բոլորս, նույնիսկ ես ու դուք եւ ես, որ ես շատ լավ գիտեմ այդ գործիքների մասին եւ ինչ որ տեղեր նաեւ կարող եմ կիրառել դրանք, նույնիսկ ես այդ ինչ որ պահի կարող եմ այդ ազդեցության տակ հայտնվել։ Այսինքն ինքը իր ազդեցության տակ գտնվող մարդկանց 90%-ի վստահությունը կարող ենք ասել, որ պահպանել է մինչև հիմա եւ նաեւ ունենալու է 26-ի ընտրություններին։ Ես դրա համար այս ինֆորմացիան ունելով ասում եմ, որ ընդդիմության գործողությունները տակտիկական եւ այլն նույնս impeachment-ման դրանք չեն աշխատելու եւ չաշխատող են, որովհետեւ Ո՞րն է աշխատողը, այդ դեպքում դա ասեք։ Դրանք չաշխատող են, պետք է խնդրի խորքից բռնել, այսինքն պետք է ոչ միայն աշխատել ընդդիմանալու այն ինչի դեմ, ինչը ինքը իրան չի կառավարում, այլ կառավարվում այլ ուժերի կողմից, պետք է սկսել նաև աշխատել այդ ուժերի հետ։ Եկեք 3 քայլ ասենք, ինչ պետք է անի ընդդիմությունը։ Ինչպես հիվանդի դեպքում նույնը պետական համակարգերում process-ները մի դեղատոմս չունեն, ինչպես որ օրինակ գնաք բժշկի, թեկուզ հայտնի հիվանդության դեպքում թեկուզ դիագնոզ դնելու ձեզ ասի լավագույն բժիշկն էլ դա չի ասի, եթե խմես այս դեղը հետո էս անես հետո են դու կարգարկում, այդպես չի աշխատում։ Բայց կա տրամաբանություն գործողությունների։
եւ գործողությունների տրամաբանությունը նա է, որ դու չես կարող հակազդել Նիկոլ Փաշինյանին նախ այս ձևով, չգիտեմ, ազգային ժողովում փորձելով ինչ-որ առանձին ընտրությունների գնալով կարող են հակազդել Նիկոլ Փաշինյանին։ Ենթադրենք 21 թվականի կրկնությամբ ազգային ժողովի ընտրություններ են, համապետական ու մասնակցում է 25 կուսակցություն։ Ոչ, Հայաստանում շարունակաբար էլի արձանագրենք խնդիրը ինչպիսին է։ Իշխանությունները ձևավորվել են արտաքին ուժերի ազդեցության ներքո։ Ով չի հավատում սրան, թող հիշի Սերժ Սարգսյանի խոսքը, երբ ասում է, ես Նիկոլ Փաշինյանին չեմ պարտվել։ Ավելի մեծ ուժերի են պարտվել։ Հաստատում է իմ ասածը։ Այսինքն մարդիկ ովքեր կկասկածեն, կասեն, ես ինչ ես ասում, թող լսեն Սերժ Սարգսյանին։ Հայաստանի Հանրապետությունում կրկնեմ միտքը, շարունակաբար անկախությունից ի վեր իշխանությունները ձևավորվել են օտարերկրյա մեծ ուժերի ազդեցության ներքո։ Եկեք ավելի կոնկրետացնենք Ռուսաստանի ներքո։ Մինչև 18 թիվը կոնկրետացնում եմ, էդ էի ասում, հասել եմ այդտեղ։ Եղել է ռուսական ազդեցության ներքո, բայց այդ ընթացքում արևմտյան, ամերիկյան եւ այլ ուժերը պարապ նստած չեն եղել, շուրջ 20 տարի Հայաստանում ստեղծել են ցանցեր, ներգրավել են հիմնական երիտասարդների, որտեղ իմ ասած level of acceptability այդ բանով, այսինքն որպես թիրախ իրենք ավելի, երիտասարդները ավելի փխրուն են, այսինքն կյանքի փորձ չունեն, գիտելիք շատ չունեն, իրենց հեշտ է բազդեցության գործակալ դարձնել եւ իրենք չեն հասկանում, որ դրանք իրենց մտքերը չեն, որ նույն այդ մարդու իրավունքը, որի շատ լավ բան է իրականում, գործիք է դրա տակ ինքը ուրիշ օրակարգի է ծառայում նույն ժողովրդավարությունը։ Եվ այդ խմբերին դասիրակել սովորացրել են այն ես իմ հարցասրույց չէր, մամուլի ասուլիսում վերջի, դրա մասին ասել եմ էլ, օրինակ Մակունցը ԱՄՆ-ում սովորել է այն գործիքները, որով պետական համակարգերը կարողանում ես փլուզել, այդ ոչ բռնի պայքարի գործիքակազմն է եւ եկել ստեղ դարել է դասավանդող։ Սա էլի փաստերով եմ ասում, կայքում դրված է Ֆլեչերի եւ այլ այդ ինստիտուտների կայքում իր մասին տեղեկատվություն իր նկարով կա դրած, որ ինքը այդ մարդն է։ Հիմա այսպիսի տարբեր մարդկանց, մեզ հայտնի մարդիկ են դրանք բոլորն էլ, հա? Բայց ընդդիմությունից շատերը այդ չեն էլ հասկանում սա ինչա կատարվում։ Այսինքն ընդդիմությունը չի հասկանում, որ հիմա արևմուտքն է այստեղ նաև իշխանություն ձևավորելու հարցում ունենալու գլխավոր դերակատարումը։ Եթե նույնիսկ հասկանում են, թերագնահատում են եւ այդ գործիքների լրջությունը չեն հասկանում, որովհետեւ եթե հասկանային նախորդ իշխանությունները իրենք նախ չէին թող այդ գործիքները այդտեղ ծավալվեին, զարգանային, այդտեղից է նաև իմ այս միտքը գայս, որ չեն հասկանում դրա լրջությունը եւ շարունակում են չհասկանալ եւ նամեմ ինչ գործողություններ են նախաձեռնում դրանցից ելնելով։ Եվ հետեւաբար կրկնում եմ, հիմա որ կասեք, բայց եթե լավ չի, արդեն հարցրել եք, բա ինչ անեն, ասում եմ, դա կոնկրետ ոչ թե գործողություն են IS-ի սխալացան, այլ տրամաբանությունը գործողությունների պետք է փոխվի։ Եվ դա հեշտ աշխատանք չի։ Շատ հիմա տեսեք, իրենք ընդամենը ունեն 9 ամիս ժամանակ։ Դե հիմա տեսեք, այս նույն զրույցը մի քիչ այլ բառամթերքով ու այլ պատմություններով ես արել եմ 20 թվականից սկսած, հիմա որ դնենք նայենք տարբեր հարցազրույցներ։ Այն ժամանակ էլ էին ինձ ասում ժամանակ չկա, եթե 20 թվականից սկսեին աշխատել ժողովրդի հետ, այն ինչը հիմա Նիկոլը շարունակաբար անում է։ Իսկ ընդդիմությունը չի անում։ Չէ, չի անում։ Ընդդիմությունը չի աշխատում ժողովրդի հետ։ Չի աշխատում։ Ես այդ աշխատանքը չեմ տեսնում։ Ինչ պետք է անի։ Դուք պետք է տեսնեք ամեն օր համացանցում տարածվող ռիլեր, վիդեոներ, որ ժողովրդի հետ խոսեն։ Ոչ, Նիկոլ Փաշինյանին պահող ուժերը իրենց հետքներով շրջաններում եւ Հայաստանով մեկ շարունակում են ներգրավել երիտասարդների, շարունակում են քարոզել կեղծ խաղաղության Ադրբեջանի եւ մյուսների հետ համակեցության կեղծ օրակարգերը եւ դա շատ ակտիվ ու տեսանել է նույնիսկ եթե դուք չուզեք դրանք հակառակ ռիլերով չեն ցուցադրում։ Մարզերում ընդդիմությունը դրան չի հակազդում։ Միայն մարզերում չէ, Երևանում եւ մյուս տեղերում նման աշխատանք չկա։ Սա գործողություններից մեկն է, չեմ ասում սա է։ Հիմա սրանք չանելով գնալ ընտրության նշանակում է վերընտրել Փաշինյանին։ Իհարկե։ Անպայման։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Հովհաննես Ավետիսյանն էր, այսքանը ցտեսություն։